Եվ այսօր մենք զրույց ենք ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ, պարբերաբար ենք խոսում, բայց այս երկու օրը նրանք մեզ հետ խոսեցին այլ բովանդակության, հարգարժան իր կինը հարգարժան տիկին Վերոնիկա Զոնաբենդը և քույրը շատ սիրելի տիկին Մարինա Ալեսը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, մեզ հորդորել են ուժեղ պահել Ռուբենին, որպեսզի հանկարծ այստեղ մեր քայլով որևէ կերպ նա այնտեղ վատ չզգա նաև մեզ համար, այնտեղ էլ լինի ամուր ուժեղ նաև մեզանով։ Նրանցից առավել որևէ մեկս չենք ուզում նրա վերադարձը, սա երկրորդ կարծիք այստեղ չկա։ Եվ հետևաբար մենք խոսելով իրենց հետ խոստացել ենք, որ կդադարեցնենք հացադուլը և տիկին Ալեսը նաև խնդրանք ուներ, նաև պատրաստ էր հրապարակային այդ մասին ասել, եթե կա ձայնագրությունը, կուզեմ մի փոքր լսեք, թե այդ տաղանդաշատ կոմպոզիտորը, մարդը, քույրը, ինչպես է մեզ բոլորիս գոտեպնդում, չնայած որ տեսնում է, թե իր եղբայրը ինչ վիճակում է, բայց նա ճանաչում է իր եղբորը և նրա սկզբունքայնությունը գիտի։ Եթե կմիացնես, կուզեմ ուղղակի դուք էլ իմանաք, թե ինչպիսի մարդկանց հետ գործ ունենք։ Ես քեզ շատ անկեղծ առաջին հերթին շնորհակալ եմ քո կատարված ազնիվ գործողության համար, որովհետև ճաղերի այն կողմում գտնվողի համար այդ գործողությունը դա միակ հնարավորն է։ Մենք այս կողմից գտնվելով դա ծայրահեղ, բայց պարտավորեցնող գործողություն է այն առումով, որ դու պետք է լինես ոգի շնչող և ամրացնող ուժ այս կողմից։ Հասկանում ես, մենք իրավունք չունենք այս կողմից լինեն թունացած։ Դա իր համար սարսափելի բան կլինի այդ հասկանալը ու զգալը։ Սա իհարկե հզոր կնոջ և ուժեղ քրոջ խոսքեր են, մենք նրանց խոստացել ենք և այսօրվանից կդադարեցնենք հացադուլը, բայց նաև մենք թիմով քննարկել